50-ի վրա կանգնենք, Եվրոպայի ուրոլոգիա ասոցիացիան եւ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան վերցրել են 50 տարիք, ինչպես նաեւ հայկական ուրոլոգիական ասոցիացիան։ 50 տարեկանում յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է, չեմ ասում պետք է, պարտավոր է հանձնի PSA քննության անալիզ։ Ինքը Երևանի ու մարզերում տատանվում է իր գինը 3000-ից 6000 դրամի սահմաններում, բայց հուսանք առողջապահության նախարարության համապարփակ ապահովագրությունը, երբ որ մտնի, այդ անալիզները կմտնեն չեքափերի մեջ, այսինքն պարտադիր սկրինինգների մեջ ու գիտենք 65+ տարիքը մտնում է պետությունն է ֆինանսավորելու, այս փոքրիկ այտենց ուրախալի լուր է էլի Հայաստանում լինելու ու այդ անալիզը կմտնի նաև անվճարի մեջ։ Տարին մի անգամ հանձնում ենք PSA քննություն։ Ինչ է ինքը պրոստատ սպეციფიկ անտիգենը բարձրանում է երբ որ պրոստատում որևէ խնդիր կա, այդ թվում եւ պրոստատի քաղցկեղ։ Եթե մենք տեսնում ենք PSA բարձրացած թվեր, մենք հիվանդին արդեն պետք է շարունակենք հետազոտել, կատարել օրինակ MRT քննություն կամ շագանակագեղձի բիոպսիա, վերցնել կտոր հասկանալ այնտեղ ուռուցքային process կա թե չէ։ Լավ լուրը։ Եթե շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում, որը հենց PSA screening-ը թույլ է տալիս, ինքը 100 չէ, 150%-անոց բուժվում է։ Հնարավոր է հենց մի հատ վիրահատությամբ ամբողջ հարցը ավարտվում է, մարդը գնում է ապրում է իր նորմալ բուն կյանքով։ Միզային համակարգի խնդիրները այստեղ ավելի պետք է իջնենք տարիքը 40-ից սկսած խորհուրդ ենք տալիս տարեկան 1 անգամ անցնել միզասեռական համակարգի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Երևի մեր հյուրերին հետաքրքիր կլինի պատմությունով պատմեմ, մեր բժիշկներից մեկին ուղղակի ոչ թե զվարճանքել ուսուցման նպատակով սոնոգրաֆիկ հետազոտություն էին անցկացնում, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի աշխատում, ասի արի մի քիչ ձեռս բացելու համար սոնոգրաֆիա անեմ ու ուղղակի ոչ մի գանգատ, ոչ մի երևույթ, ոչ մի բան չկա ու երիկամի վրա հայտնաբերեցին գոյացություն։ Գոյացությունը կատա հետազոտություն ցույց տվեց, որ չարորա գոյացությունն է։ 3 օրից վիրահատություն կատարեցինք, վերացրեցինք ուռուցքը ու վերջացավ։ Այսինքն հնարավոր եղավ շատ վատ ուռուցքը, որը կարար 1-2 տարում այդ մարդուն սարքել։ Կյանքարժեն էր, մենք ընդամենը մի քանի րոպեում այդ հարցը լուծեցինք։ Զուտ վաղ հայտնաբերման։ Տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտությունը պոլիկլինիկաներում բոլոր մարդիկ նմանագանգատ եթե ունեն, իրենք կարող են անցնել անվճար։ Այսինքն մենք ունենք PSA ու սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Երկու պարզ գործողություն, որ եթե տղամարդիկ կատարեն 40-ից հետո սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ կանայք։ PSA սոնոգրաֆիա տղամարդիկ, սոնոգրաֆիան կանայք եւ տղամարդիկ միասին։ Մարդու կնիկ վերցնում են թեթևեն, գնում են պոլիկլինիկա սոնոգրաֆիան անցնում են։ Վառ գանգատները, որոնց պետքա վազել հիվանդանոց։ Ուշադրություն դարձնել։ Չէ, վազել հիվանդանոց։ Ուշադրություն կարող դարձնեք ձեր ճնշմանն ու շաքարին։ Վազել հիվանդանոց, այսինքն գանգատներով գիշերվա կեսին մոտենալ հիվանդանոց։ Առաջինը արյունամիզությունն է։ Մեզում արյունը ոչ մի տեսակ նորմալ չի։ Այսինքն եթե տղամարդը կամ կինը գնացին զուգարանը կոնքում արյուն տեսան, թեկուզ մի փոքր, թեկուզ աննշան, թեկուզ իրանց թված ավելի լավ է մի հատ ավել հետազոտվել, որտեղ արյունամիզությունը շատ լուրջ հիվանդությունների մասին կարա խոսա։ Մայր մարդիկ միշտ միզաքարային հիվանդությանը մատերի արանքով են ասում, դե կարող է ավազ է եկել, հա, բայց դա էլ նորմալ չի։ Ավազ է եկել վնասել է միզուղիները, պետքա դրանով զբաղվել։ Երկրորդը կարան լինեն հենց ուռուցքային հիվանդությունների առաջին նշանները։ Վերջերս շատացել են ուռուցքային միզապարկի ուռուցքները, որոնք հենց արյունամիզության գանգատով մարդը դիմում է կլինիկա, ու մենք հայտնաբերում ենք միզապարկի գոյացություններ։ Մի միջանկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն, բարձ թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկի ուռուցքները արյունահոսում են։ Ու այդ հիվանդներին դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրենց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել արյունահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղ արեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիոասպիրին, կարդիոմագնիտ կամ արյունջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունենում։ Մեր հանրությունը, նայեք, մենք սիրում ենք ասել, չէ, առաջ մեր երեխեքին որ sense չեն կերակրում կամ առաջ որ այս բանը չենք ասում, բայց մենք մեր հասարակությունը մեծամասամբ հիվանդ է։
Այսինքն Հայաստանում նորմալ է, որ մարդը ասում է 60-ից հետո դե շաքար ունեմ, ճնշում ունեմ, էս ունեմ, նորմալ չէ, 40-ից հետո նորմալ չէ, այսինքն լուրջ հիվանդությունների անունը տալիս, այսինքն շաքարային դիաբետ, մահացու լուրջ հիվանդություն է։ Դե շաքարով չունի, ճնշումով չունի։ Նորմալ չի նմանատիպ արտահայտություններ անելը։ Այսինքն ոչ թե արտահայտությունները նորմալ չի դիտվում։ Արտահայտությունը մոտեցում է նայ։ Մոտեցումը, հա։ Ու այս արտահայտությունների հենց տակ մենք ունենում ենք թաքնված հիվանդություններ։ Դրա համար ուղղակի սա կոսֆինի մի լավ բան է եղել, կարճ ասպիրին համատարած խմում են, ով միզապարկի ուռուցք ունի որոշների մոտ ինքը սկսում է արնահոսել։ Երկրորդ դրա համար ստադիավորում չենք կարող անենք, բայց այս պարագայում վազում ենք հիվանդանոց։ Աշխարհում մեկ-մեկ զարմանում են եւ որ Հայաստանում մենք նկարագրում ենք եւ զարգացած երկրներում, ես չեմ խոսում հետսովետական երկրներ, խոսում եմ զարգացած բժշկության, եվրոպական, Իսրայել, ԱՄՆ, Կանադա եւ մնացած երկրներում խոսում են, որ մենք կատարում ենք որոշակի վիրահատություններ կապված միզապարկի ծանր մետաստազավորված ուռուցքների հետ։ Իրանց մոտ դա կամ էմիգրանտներն են, կամ մեր երկրներից այն երկիր ժամանակ իրանց։ Հա, ինչու շուտ չեք տեսել, որովհետեւ իրանց մոտ տարեկան 2 անգամ չեք անցնել, դա սովորական երևույթ է։ Հիմա գանք տատիկների մոտ։ Տատիկների մոտ նույն միզասեռական համակարգին են գանգատները արյուն տեսան, վազում են տատիները հիվանդանոց։ Հեշտոցի չորությունը։ Կլիմաքսից հետո մենք ունենում ենք հեշտոցի չորություն։ Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի ուղղացույցները հստակ ասում են, հեշտոցի չորությունը պատճառ է կրկնվող ցիստիտների։ Այսինքն, եթե կինը երկար տարիներ ունենում է կրկնվող ցիստիտ, պետք է ստեղ բացառել հեշտոցի չորությունը։ Ստեղ ինչ ենք անում, ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտություն է պետք կատարել։ Ներարգանդային սոնոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերենք կա արդյոք պատճառ նմանատիպ չունենք հակացուցում էստրոգենային մոմիկների, հատուկ մոմիկներ են, այսինքն մենք կինը չի ունեցել իր մոտ էստրոգեն կախված որևէ ուռուցքային հիվանդություններ, այսինքն չի ունեցել այնտեղ տարբեր տեսակի այլ խնդիրներ, այս պահին չունի ուռուցքային process, որ մենք կարողանանք հանգիստ այդ մոմիկները նշանակենք։ Երկրորդը ստեղ պրոկտոլոգի հետ աշխատանքն է շատ կարևոր, այդ տարիքում շատ են լինում հեմորոյ, աղիքիճակ եւ այլն։ Կինը, որ ունի հեմորոյ, կինը, որ ունի աղիքիճակ, բացառված չի, որ ունենալու է ցիստիտ, որովհետեւ Escherichia coli-ն, որ աղիքային ցուպիկը, որը առաջացնում է ցիստիտը, ինքը սիրում է բազմանալ հետանցքում։ Իսկ գեմառոյը կամ աղիքիճակը իրանք բաց հարյունային համակարգ են, տաք միջավայր բակտերիան իր համար պարկի ծովափին հանգստանում է։ Ու իրանք շատ հեշտ անցնում են դեպի միզուկ, միզուկից միզապարկ եւ բորբոքման են բերում։ Այդ տարիքի կանայք շատը հենց չեն բողոքում հենց բունցիստիտից, այսինքն իրանք միզապարկը չի բորբոքված, իրանք ասում են ներքևը, ավելի ներքևը միզելու վերջում, այսինքն միզուկն է բորբոքված իրանք մոտ։ Այդ համչորությունն է համակարգային ցուպիկի կոլոնիզացիան։ Լույս աղիքային ցուպիկը ունի չանչեր։ Ինքը չանչերով կպնում է մեր միզապարկի պատերին։ Մենք մեկ-մեկ որ բակտերիաների մասին խոսում ենք, ես որպես երիտասարդ գիտնական կամ բժիշկ sense ասեմ, մենք մոռանում ենք, որ մենք խոսում ենք կենդանի օրգանիզմի մասին, որը բազմանում, զարգանում, ապրում է նույն ցիկլը, ինչ որ մարդը, ճիշտ է, մարդը ապրում է 70-80 տարի, բակտերիան ապրում է 2 օր, բայց ինքը ապրում է կյանք։ Ու այդ կյանքում ինքը այն մեխանիզմները, որ Չարլզ Դարվինը ժամանակին նկարագրել է, որ ադապտիվ պետքա լինեն երկրագնդի վրա ապրելու համար, բակտերիան էլ ունի։ Ինքը ստեղծել է չանչերով կապտում է միզապարկի պատերին ու չի փոխվում։ Մենք պետք է միզապարկի պատերը հարթացնենք հատուկ դեղորայքի միջոցով, որ իրան գան թափվեն։ Այսինքն 60 կանանց ցիստիտի մենեջմենթի մեջ, այսինքն բուժման մեջ կարևոր է հեշտոցի չորությունը բացառել, հետանցքային process-ները եւ կատարել այդ միզապարկի պատերի հաստատման process-ը։ Շիշկ վատթարագույն սցենարները նայենք եւ տղամարդկանց մոտ եւ կանանց մոտ։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղայի երիկամի, այդ թվարկեք թե չստացվի որ վախեցնում ենք, բայց ամեն դեպքում ասենք, որ եթե այս մի քիչ անհանգստացնող երևույթներին բանտեղ չդրեցիք, վերջը